14 թվականին Կոմիտասը սկսեց զբաղվել աշխարհի պատկերով, մեր ազգի քաղաքակրթության արմատների հիմքը ինչն է եղել։ Բոլոր հին ազգերը, շումերներ, եգիպտացիներ, չինացիներ, հնդիկներ եւ այլն, իրանց մշակույթի հիմքերի հիմքում աշխարհի պատկերն է։ Եթե դուք ուզում եք ծանոթանալ հնդկական մշակույթին, ձեզ կհրամցնեն հարյուրավոր գրքեր, որպեսզի դուք ծանոթանաք։ Դու պարզ է, ձեզ կհրամցնեն իրաց փիլիսոփայությունները, չէ՞, կան, ձեզ կհրամցնեն վեդաները իհարկե, որ 1000 տարի առաջ մեր թվարկությունից, Ուպանիշադները ձեզ կհրամցնեն, որ վեր են լուծում վեդաները, բայց դուք դժվար կողմնորոշվեք, չէ՞ որ հնդիկները ունեն այնտեղ վեդաների մեկնություն անողներ, մեկնության մեկնիչներ կան, այնտեղ բրահմաններ են, բանը մեծերը, իրանց հոգևորականները մեկնում են, հատորներով մեկնություններ կան, դուք ինչպես պիտի կողմնորոշվեք, հետաքրքիր է ինձ։ Պետք է ամեն հայ մարդ իմ ազգի իմանա, եթե ինքը ուզում է դա հասկանալ, այդ ամբողջը, նա պիտի գնա ամենահինը, հնդկական։ Դա աշխարհի պատկերն է։ Եթե դու սովորես իրենց աշխարհը ինչպես են պատկերացնում իրենք, եւ ամեն այդ աշխարհի մասը մի սիմվոլ ունի, մեկը կարող է նշանակի արդարություն, մեկը բարություն, մեկը սա, ասենք, այս կրակը սա է նշանակում, երկինքը սա, կայծակը այդ աշխարհի պատկերում սա նկարված, այդ աշխարհը ունեն իրանք, նկարում են Ուպանիշադներ, որը որտեղ է գտնվում։ Եվ այլն։ Նույնը չինականն է։ Այսինքն, այդ եթե դուք ուզենաք չինական փիլիսոփայություն ամբողջ յուրացնեք, ասենք Կոնֆուցիոս, ամբողջ բան չեք կարող, հարյուրավոր գրքեր է, երբ պիտի կարդաք։ Դուք պիտի գնաք միանգամից Իցզինը նայեք, չինացին Աստվածաշունչը, բարակ գիրք է եւ այդ մի գրքի համար կա 500 գրադարան։ Եվ Իցզինի հիմքում աշխարհի գիտնականները, որ ժողով էին անում, լինում էր 200 գիտնական Իցզինի գիտաժողովը, աշխարհի պատկեր է։ Նույնը բոլոր ազգերում, մենք էլ ունենք մեր աշխարհի պատկերը, որ ահա Կոմիտասը զբաղվել է։ Ինչա դա աշխարհի պատկերը։ Աշխարհը պատկերացնում է մի ազգ այսպես եւ ասենք արևը կա այսպես, բայց դրանք արև չեն, ոչ հողը հողա, ոչ ջուրը ջուրա, ոչ օդը օդա, ոչ դրանք սիմվոլներ են, սա արդարությունն է գտնվում այստեղ, սա քաջությունն է, սա սերն է, սա նվիրվածությունն է, սա մայրությունն է, բայց դրանք դասավորված են։ Դրանք առանձին որևէ իմաստ չունեն ին աշխարհում, ապուշություն է, երբ որ ասում են մարդը պիտի բարի լինի։ Չկա այդպիսի բան ին աշխարհում։ Ինչ բարի ում հանդեպ, որ երեխա է մորթում։ Մարդը պիտի լինի, չգիտեմ, բան հյուրասեր, կամ մարդը, այս մարդը լավ է, հյուրասերա, քաջա, ասենցա, բայց ապուշ է։ Այս մարդը արդար է, բայց վախկոտ է։ Ոնց կլինի։ Այսինքն այդ հատկությունները իրար հարաբերության մեջ են ստանում իմաստ, եւ այս աշխարհի պատկերը ամեն մեկը մի սիմվոլ էր։ Եվ մարդը համարվում էր այդ աշխարհի պատկերի բոլոր ազգերի մոտ կրկնօրինակը։ Այսինքն մարդը ասում էր աշխարհն է, տիեզերքն է, տես գլուխը արևն է, ոտքը լուսինն է, պորտը Յուպիտերն է, այսինքն մեր լեզվով լուսնթագը, սիրտը հրատն է, ասենք բանը Մարսը եւ այլն։ Մարմինը բաժանված է 12 մասերի, 12 կենդանակերպերի եւ ամեն մեկն էլ խորհուրդ ունի։ Պորտը լուսնթագը արդարությունն է, պորտում է, իմաստությունը սրտում է, սերը գլխում է, սիրուն գլխում է, համաձայն ոտքիսը։ Մի ուրիշ ազգի աշխարհի պատկերում կարող է ուրիշ կերպ լինի դասավորությունը։ Արդարությունը լինի մի քիչ ներքև, սերը լինի սրտում, իմաստությունը գլխում, տարբեր, բայց սկզբունքը բոլորի մոտ նույնն է։ Պատկերացրեք Ռուբիկ կուբիկ խաղը, այսպես շարժված հնդկականն է, նույնն է մեջի մասերը, ատրիբուտները նույնն են։ Այսպես շարժված այդ քառակուսիները, չինականն է, այսպես բաբելականն է, այսպես է, այսպեսն է։ Բայց այդ բոլորը ցույց են տալիս այդ Ռուբիկ կուբիկի, որ հնում եղել է մի հատ ինչ որ
Չէ որ սրանց քառակուսիները նույնն են այս ազգերի մոտ այդ աշխարհի պատկերի։ Ուրեմն եղել է մի հատ կատարյալը շարժված, որ այստեղ կանաչ է, այստեղ դեղին, այստեղ սպիտակ, չէ, Ռուբիկ կուբիկը գիտեք։ Այսինքն եղել է մի հատ, որի շարժումից են առաջացել սրանց տեսակները։ Իսկ ո՞նց ենք իմանում, որ շարժված են։ Հակասությունից։ Որտեղ հնդկական համակարգը բերում է, բայց ինչ բացատրում է հակասություններ կա մեջը։ Եվ եթե դուք գնեք Ուպանիշադները եւ կարդաք նույնիսկ կոմենտարիաները, գրված է որ չկա միասնական տեսություն, հակասություններ են։ Ոնց է եղել, սկիզբը հայտնի չի, որ անհակասական չէ, որ դե գրում է, սա պիտի լինի անհակասական, սա պիտի բռնի իրար, պիտի բռնի այս մոլակ, այս կետա մարդու մարմնի մասը, կատարյալ պիտի համընկնի իրար, այստեղ պիտի այդ քառակուսիները մի գույնի լինեն, այստեղ չի լինում։ Եվ չինական չի լինում։ Այսինքն սկզբում եղել է մեկը, այդ մեկը որտեղ է եղել։ Դա արդեն վիճում են բանով, որ որտեղ է առաջացել հնդեվրոպական ցեղը, որ տարածքում, որտեղ է սկսվել այդ բանը։ Եվ մշակութաբանությունը նոր է հայաց դարձնում այդ ասած իմ Ռուբիկ կուբիկին, որ այդ դրանց բոլորի մոտ այդ հիմքը կա։ Եվ հա Կոմիտասը 14 թվին արդեն զբաղվում էր աշխարհի պատկերով, կենդանակերպերը, լուսատուները, նա ստիպված պիտի զբաղվեր, որովհետև արդեն երաժշտությունը մեր բացատրվում էր այսպես, որ մեր 7 ձայնը 7 լուսատուներն են։ Մեր համակարգում արևը ամենավերևի ձայնն է, կենտրոնում լուսընթագն է, ներքևում լուսինը, հետո փայլածում եւ այլն, հրատ, գիտեք, լուսաստղ։ Որ 12 կենդանակերպերը մեր 12 ձայներն են, բայց կենտրոն ունեն, որ ձգվում են դեպի կենտրոն, որ հող ջուր օտուր տարերքների են բաժանված ինչպես հեթանոց ժամանակ, որ մարդու մարմնի մասերը, մատները համապատասխանում են երաժշտական ձայներին, որ մարդու ամբողջ մարմինը մի նոտայի է համապատասխանում։ Այդպես գնում էր ամբողջ տիեզերքը, ուրեմն Կոմիտասը դրա համար գրեց 10 թվին հոդվածում, որ եթե ուզում եք զբաղվեք խազերով, պիտի աստղաբաշխություն իմանաք, ես իմանաք, այն իմանաք, ամբողջ այդ բաները պիտի սկսեք զբաղվել, որտեղ անհնարին է, ասես, եւ երկրաչափություն էին։ Եվ ահա ինքը սկսեց այդ մոլորակների, կենդանակերպերի, տարերքների, լատերի, մարդու մարմնի մասերի ձեռագրերից հանում էր, որ մարդու լեղին համեմատվում այս բանի հետ, այս եւ գրեց բժշկություն երաժշտությամբ հոդվածը, որ մարդու որ մարմինը հիվանդանա, որ լատը պիտի նվագես, որ բուժվի այդ հին տեսությունը եւ հետագայում ես այդ որ խորացել էի շարունակեցի, դե շարունակել նշանակում է վաղ դժվար էր Կոմիտասը, պիտի Երվանդ Լալյանը այդ ամբողջը վերջացներ այդ աղբյուրներից, որ իրանից հետո պեղումներ պիտի կատարվեին, նոր նյութեր պիտի այդ գային, որ վերցնես եւ ես ինչքան կարողացա ամփոփեցի դա այդ աշխատություն գրեցի ERR աշխարհի պատկերի։ Ես փորձ արեցի վերականգնեմ այդ նախնական Ռուբիկ կուբիկը, թե ինչպես է եղել անհակասականը, նախնականը եւ հրատարակեցի կրճատը 90 թվականին, ամբողջը պատրաստ էր արդեն 90 թվականին, ամբողջը, բայց ամբողջը մեծ էր, շատ մեծ գիրք էր եւ ծախս էր պահանջում, դա տպվեց անցած տարի, ամբողջականը անցած տարի հրատարակվեց ERR այդ աշխատությունը, որ Կոմիտասներ առաջինը մեր մեջ սկսել այդ հարցերով զբաղվել։ Մեր միջնադարյան համակարգը կար, հայկական, դա հակասական էր էլի, հակասական էր, ինչպես մեր ձև էր հակասական, ինչպես չինականը հակասական է ըստ իրանց, ինչպես հնդկականը հակասական է իրանց համար, ինչպես բան, այնպես էլ հակասական էր ուրեմն մեր միջնադարյան համակարգը։ Հակասությունը միայն օգնեց վերանալու այն, երբ որ
չես նայում էլ ինչ, ուղղակի ոնց ասում են տարդիր հին աղբյուրներից, ոնց ասում են տարդիր այդ քառակուսու մեջ, այդպես էլ դնում ես, ասում ես աննորմալություն է ոնց որ ասած, բայց ռիսկ պիտի դրեցինք այն ժամանակ նույնիսկ Ասկադիտարանում էի աշխատում, անդադ Գրիգոր Բրուտյանի տանն էի ցույց էի տալի բոլորին, Գագիկ Տեր-Ղազարյանն էր, Աստղագետ, Հովհաննես Պիկիչյանն էր, ես ուղղակի դրեցի, ասեցի, այս բան հնարավոր չի, որտեղ այդ Ռուբիկ կուբիկը տեղն է անգնում, երբ որ ամռան ամիսները լինում են ջրոց ձուկ խոյ, բայց այդպես եղել է 16,000 տարի առաջ։ 16,000 տարի առաջ են ամռան ամիսները ջրոց ձուկ խոյ եղել, կամ 4,000 տարի առաջ մեկ էլ գիշերով։ Եվ հետո պարզվեց, որ շատ հնարավոր է, արդեն այսօրվա լուրջ գիտնականները, որ ասում են 16,000 տարի առաջ քարոզությունը սկսվել, շատ հնարավոր է, որովհետև սրա հիմքում ոչ թե այդ ամբողջն է, որ ես ասում եմ, այլ հենց սկիզբը կարող ընդհանրապես թիվը եղած լինի, 12 թիվ ու վերջ, որպես քարոզության 12 թիվ հատկություն, տեսեք ոնց է գաղտնիքը, ասեմ ու վերջացնեմ, երբ որ հիմքն ես գնում, մի հատ պարզ բան է, պարզ, ոնց ասեմ սենց, պատկերացրեք, ասենք հատկություններ են դրանք, եթե մի բան դու խոսես մեջը չլինի հատկություն, անիմաստ է, եթե դու ասես արև, ոչինչ է դա, ոչինչ, ոչ մի բան, պարև, չգիտեմ, հայրենիք, եթե դու դրա տակ չունես զգացմունք, հատկություն, դա զրո է, ոչինչ չի նշանակում, ոչինչ չի նշանակում, բացի բնագիտական ինչ-որ մի բանից, քար, մեջը վիճից, ուրեմն հատկություն, ուրեմն նայեք, հատկություն, արդարություն գտել են, որ գլխավոր բանն է, արդարություն, վեր, միակը արդարությունն է, հիմա ժողովրդին, որ բացատրես, պիտի լեզուն փոխես, հեքիաթի վերածես, տենց էր առաջվա բանը, կար ասող լեզու նշանակով, ժողովրդին ասում է, այդ ջուրը տեսնում ես, աշխարհը ամբողջ սկզբից ջուրն է եղել, ջուր, ամբողջ ջուր է եղել, արդարությունն է, հեքիաթ է պատմում, ջուր, հետո ասում է արդարության մեջ երկու բան կա, սեր եւ, ասենք, արդարության մեջ կա սեր եւ խնամք կամ մայրություն, բաժանում է երկու մասի, ժողովրդին ասում է, այ ոնց որ կա երկիր երկինք, երկու մաս, այ սա սենց է, համեմատում է միշտ, կոդավորում է, կոդավորել նշանակում է քո միտքը կոդավորես, դա հայտնի է մշակույթի մեջ, օրինակ չինացիք ամեն ինչում են կոդավորել, եթե ուզում են այս 3 բան կոդարան, բույսերով կարան ասեն, ասկզբում մի բույսեր բաժանվեց 2 բույսի, հետո 7 բույս եւ այլն, բայց նրանք բույս չեն, այս նույն հատկություններն են։ Հիմա հետո բաժանում է 4 հատկության մարդկային, ասենք մայրություն, քաջություն, արդարություն, սեր եւ հետո 7 հատկություն, հետո 12 հատկություն, գնալով մանրամասնում է։ Ինչ է նշանակում 1, 2, 4, 7, 12, նշանակում է, որ այս մեկը նույն բանը 2 հատով է բացատրում, բայց այս 2 հատի ամեն մեկը, որ ուզում է քեզ բացատրի, 4 հատ է սարքում, այսինքն պատկերացրեք, օրինակ ասես մայրություն մի հատ, հետո ուզենաս 4 հատ սարքես, կասես մայրության մեջ էլի բաներ ա մտնում, խնամք, փաղաքշանք, գուրգուրանք, հատկություններ են, բայց աստիճանաբար բացվում են այդ հատկությունները, դառնում 24-ը, այսինքն այն հազարամյակներ առաջ, մարդը հատկությունների անուն է տվել ընդամենը եւ հետո կոդավորված կարող է հետագայում ինչ որ արել է, հարմարացրել է դրան, այսինքն գնալով ճոխացել է, հարմարացրել է դրան, նույնիսկ ասենք հետագայում չի եղել օրինակ ճարտապետություն, կոպիտ եմ ասում, հետո որ ճարտապետություն էր ստեղծում, նորից տենց էր բացատրում, ամեն ինչ բացատրված է այդպես, նույնիսկ 12 լուծ ես լծելը, բաների անուն տալը, լուսատուների, իբր 10 լուծերը, նույնիսկ հողը վարելը, նույնիսկ 7 օրվա հարսանիքը, պիտի անպայման աշխարհի պատկերը նկարի, ուրիշ բան հնարավոր չի։ Բերեմ մի օրինակ, վերջացնեմ պարզ, ասենք ծեսից, ասենք դու ուզում ես ժողովրդին տաս ծեսի լեզվով այդ աշխարհի պատկերը իր իմաստով, ոնց տաս։ Ժողովրդը չգիտի, ծեսը գիտի անգիր, անում է, ինքը չգիտի ինչ է նշանակում, դա քուրմը գիտի կոդը։
Տեսեք, ասենք առաջի օրը այդ աշխարհի պատկերում առաջի օրը լուսնի օրն է, առաջի չէ, բանը ներքևի օրը, լուսնի օրն է հողտարքի օր, լուսին, համապատասխանում է մութ երեկոյան ժամերին, մարդու մարմնի մասերից, որ ասեցի մարմինը համապատասխանում է ոտնաթաթին, ամենաներքևի բանն եմ ասում, ոտնաթաթին, ուրեմն հարսանիքի առաջի օրը համապատասխանում է ցուրտ կենդանակերպին, այդ լուսինը եւ այդ սա մի գծի մի ռուբիկ կուբիկի են մի քառակուսիներն է տակի ուրեմն ժամերի առումով մութ ժամ կենդանակերպը ցուլ մոլորակը լուսին մարդու մարմնի մասերից ոտքի թաթ չգիտեմ գույնը մուգ երեկոյան ժամի արևմուտք եւ այլն ասեց ուրեմն նայեք հիմա սա պետք է ծես անես առաջի օրը հարսանիքի մորթում են ցուլը ցուլը տանում են հարսի տունն են մորթում որտեղ հարսին լուսին են ասում ցուլը մորթելուց քավորը պիտի գա ոտքը դնի ոտի թաթը ցուլի վրա որտեղ ոտքի թաթը համապատասխանում է ցուլին ցուլը պիտի մորթեն երեկոյան ժամին որովհետև երեկոյան ժամին աստե համապատասխանում ու մյուս օրերը որ բոլոր նայեք միջև 7 օրվա հարսանիքը ամեն օրը նկարագրում է այդ աշխարհի պատկերի այդ մասը լրիվ նկարում է այդ մասը եթե հեքիաթ եք պատմում եթե իսկական հեքիաթ է նա նորից աշխարհի պատկերը պետք է նկարի հազարավոր հեքիաթը գնաց սև աշխարհ հող տարեքնա գնաց ջուր աշխարհ գնաց կապուտ աշխարհ ջուր տարեքնա կարմիր աշխարհ կապուտ աշխարհ օդ տարեքնա գնաց սպիտակ աշխարհ հուր տարեքնա որ աշխարհում ինչ անում է հուր տարերքի կենդանակերպերը որ ասի ամենայն ջրոց զուգխոյ հենց հասնում է սպիտակ աշխարհ ջրի է հասնում զուգը գալիս է արեգին բերանով տանում է ինչի որտեվ այդտեղ բերանին համապատասխան մարդու մարմնի մասից այսինքն այդ եթե մարդ այն չի մանում այն տակինը ստեղ սկսում է մի հատ ուրիշ անկապ փիլիսոփայություն ըստ իրա բայց սա նա է աշխարհի պատկերը որ մեկնում է այնպես ինչպես իրանք են մեկնում ոչ թե ըստ մեզ մենք ոնց ենք հասկանում չէ նույն կրոնը նա է որ իր մեջ ունի աշխարհի պատկեր կրոնը փիլիսոփայություն չի չէ չէ որ չեն ասում Հեգելը կրոնա Շոպենհաուերը կրոնա այս բանը կրոնը իր մեջ ունի աշխարհի պատկեր եթե կրոնում կա 12 առաքյալ արդարության արեգակ Քրիստոս եթե կրոնում կա ուրեմն ծնվում է աստղը Հիսուսի արևելքում հետո ինքը փախնում է հարավ հետո գալիս է հյուսիս հետո խաչվում է կետրոնում թաղում արևմուտքում աշխարհի 4 կողմերը հետո ջրերի վրա է մանգալի քանի որ արևի ասեցի այդ տարեքները ջրոց զուգխոյ չէ հին մանագալի ջրերի վրա զուգաուտում ասում է այս աստծու գառն են պիտակ նույնիսկ վերջում հարությունից հետո եւ տեսնում են ափին կրակը դրած զուգը վրեն Քրիստոսը եւ շատ անգամ հենց զուգը կրակով այդ խորհրդանիշներ այսինքն եթե մարդ չի մանա դա կընկնի արդեն ուրիշ բաների մեջ բոլոր կրոնների մեջ այդպես այսինքն աշխարհի պատկերն է եւ ահա մեր աշխարհի պատկերը այդտեղ դժվար է ասել որ դրսի թող իրան գրեն ցույց տան մեր հին նյութերով կատարյալ ժողովրդի պահած նյութերով նույնիսկ միայն եթե մեր ժողովուրդը ինչ որ պահել էր այդ ծեսերը այդ սիմվոլները վերցնեիք աշխարհի պատկերը դուք կստանայիք նախնական աշխարհի պատկերը նախնական որից առաջացել պայթելա մյուս քաղաքակրթությունները բայց մենք ինչի պիտի զարմանանք երբ որ ամբողջ աշխարհն է ասում որ թե Արարատի երկիրը ինչ երկիր է մենք զարմանում ենք բայց ինչի պիտի զարմանանք երբ որ մեր անգրագետ ժողովուրդն է ասել որ աշխարհի սերմը թաղված է սերմանց լեռներում հարքի լեռներում եւ բրաբյոն ծաղիկ ամմաության այնտեղ պիտի փնտրեք դա ժողովուրդն է պատմել մենք ասում ենք ինչ որ ժողովուրդն է ասել մեզ պետք է չի մեր գիտության սխալը նա է որ ուզում աշխարհին ինչ որ բան ապացուցել մեզ առաջերտին պետք է ապրել դրանով ոչ թե ապացուցել մենք ինքներս պիտի արժանի լինենք այդ բանին այդ երկրին այդ քաղաքակրթությանը եւ որպես ապրենք այս երկրում որպես մեկ գերդաստան որովհետեւ մենք մի ընտանիքի անդամներ ենք ամենքս մենք ամենքս իրար քույր եղբայր մորաքույր քեռի
եւ մի Գերդաստան ենք, մենք հազարամյակներ ապրել ենք այստեղ նույն ազգով, դրա համար մեր ժողովուրդը դիմելիս քույրի կա ասում, եղբայրը ասում, հորեղբայրը ասում, մորաքույրը ասում, տատի ասում, պապի ասում, անծանոթին, ինչքան էլ բողոքեք մեր ժողովրդից, մեր տեսակը այսօր պահպանված է, մեր նոր սերունդը մենք պիտի գիտակցենք, մի ընտանիք ենք եւ ուրիշ տեղ երջանկություն չկա, գոյություն չունի, որովհետեւ այս մոլորակի վրա միջև այսօր մարդկությունը չի հայտնագործել ավելի մեծ, ավելի սուրբ, ավելի մեծ բան, քան հայրենիքը։ Այդպիսի բան չի հայտնագործվել, չկա։ Ամենաթանկ բանը մարդու համար դա իր զավակն է։ Միակ զավակին կարող է ուղարկել դեպի մահվան միայն հայրենիքի համար։ Ուրիշ ոչ մի բանի համար նա իր զավակին չի ուղարկի։ Եվ իր զավակը եթե զոհվի մի բան, ոչինչով չի մխիթարվի, եթե մխիթարվելու է։ Եթե մխիթարվելու է, միայն կարող է մխիթարվել, որ իր զավակը իր հայրենիքի համար է գնացել։ Այսինքն այդ հայրենիքից մեծ բան չի հայտնագործել մարդկությունը եւ պոռոտախոսությունը, այն փիլիսոփայությունները, չգիտեմ, տիեզերքի մասին էզոթերիկ գիտնականների անուններ չեմ տալ այդ հատորները, նրանք զառանցանքներ են, ծարից ծայր։ Որտեղ որ հայրենիք բառը չկա, այդ փիլիսոփայությունը պիտի դնես մի կողմ։ Դա սուտ փիլիսոփայություն է։ Նույնիսկ Տիբեթի լամաները, որ այդքան կպած են իրանց հողին, նույնիսկ իրանք մեծ չեն են փլավ տվողից իրանց, որ գնում ժողովրդից փլավ առնում։ Հիմա ես գամ գաղտնիքին ամենամեծ, որ աշխարհի պատկերի այդ հատկությունները, երբ որ նայում ես, ամենահիմքում ամենամեծ բանը համարվել է աշխարհի պարզ մարդը։ Ոչ 3 մետր բարձրացող յոգը, ոչ Հիմալայներում նստած են փիլիսոփան, ոչ այն ռաջան, որ չգիտեմ ինչ էր անում, ոչ այն, որ խոսում են գիտես ինչեր գիտի, կապվում է մտքով, չգիտեմ ինչ է, ոչ։ Կարող է լինել մարդ ակադեմիկոս, միաժամանակ անասուն։ Կարող է գալ ուրիշ քաղաքակրթությունից շատ զարգացած մեզանից միակ, բայց ինքը անասուն լինի, սարդ, մարդը ուրիշ բան է։ Այդ պարզ մարդը համարվել է աշխարհի ամենամեծ բանը։ Այն պարզ մարդը, որ մենք հանդիպում ենք ամեն քայլի, որ կարող է, ասեմ, այդ հատկությունները իր հայրենիքը պատրաստ է պաշտպանելու, օտարին կարող է մի բաժակ ջուր տա, քնելու տեղ չունի, եթե տուն ունի, իր ազգակցին քնելու տեղ տա մի օր, հետը գիշերը նստի զրուցանի, հեքիաթ պատմի կրակի շուրջ, մի կտոր մարդավարի հաց ուտի։ Ես ճանաչել եմ շատ աշխարհում զարգացած մարդկանց այդ փիլիսոփաբան, որի հետ մի կտոր հաց չես կարող ուտես։ Չես կարող մի հատ սխտոր դնես, պանիր, հաց, պանց, այս պամիդոր կտրես, մի բաժակ արախ խմես, հետո մի հատ անհնարին, անասուն է։ Թևը տակ դրած պրոֆեսոր կոչումներով, բանի դոկտոր, ստեյ դոկտոր, ինչ դոկտոր։ Մեր ժողովրդին չեն կարող խաբել այդ բաներով։ Հիմքում եղել է այդ ամենապարզ մարդը։ Եվ այսօր լաման ընդեղից իջնում է ներքև, փլավ է տալիս իրան, այն գյուղացին, ինքը տանում ընդեղ ուտում է։ Հայրենիքը կռվի մեջ եղավ, նա է կռվելու։ Ու եթե խոր ուսումնասիրեք այդ Տիբետ եւ Հնդկաստան, դուք կտենաք, որ ժողովրդական հին երգերը հենց դրանք են պահել։ Նրանք կոմիտաժ չունեցան, որ գնա դա ընտրի։ Իրանք միջև այսօր ունեն չինացի քնդիկները։ Կոմիտասը չունեցան, որ գա ասի այ էսա ադամանդը ընտրի։ Հիմա մեր հարցը շատ հեշտ է։ Մեզ հենց ասում են, ասենք, մի հատ ձեր երկից տուր, որն է ձերը, մենք դրսում մի անգամից ասում ենք, քանի հատ եք ուզում, 20 հատ։ 20 հատ առանց բանի, ռուսներ բառն են պրոմախ կներեք օգտա։ Առանց պրոմախի 20 հատ երկ ենք տալի։ Ասում ենք, ձեզի 20 հատ ադամանդը, էսի մերն է։ Դու տուր 20 հատ։ Որը տամ չի կարող տա։ Քեզի 20 հատ երկ է տալիս, ասում հլնա, ես 20-ից մեկը լավն է, հա, բայց այն մյուսը ախր սրա հետ ինչ կապ ունի։ Ասում հա, նա սպասի ուրիշ ընտրենք, չի կարա։ Ուզեք։ Երբ որ հանդիպեք ազգեր, ասեք ինձի 20 հատ երկ տվեք, ժողովրդական, խնդրում եք։ Մեզ շատ է պետք, նոտաներով տվեք։ Ու բերեք նայեք։ Կտեսնեք, թե մեջ ինչ աբսուրդներ ձեզ տված կլինեն։ Լավագույնը որ տա մեջից կարող է գտնեք։ Ես չեմ ասում չկա, ես ասում եմ կա։ Բայց ինչպես հունական թերթերը գրում էին Աստված մեզ արարցե կոմիտաս մի վարդապետ, որ հելեն երաժշտությունը փրկի պլատակներից, այ չկա ուրա Հնդկաստանի կոմիտասը, որ
հանի մեջտեղ փրկի մաքրի այդ ծովացով ֆոլկլորի մեջ, օվկիանոսային ֆոլկլորի մեջ։ Հո Ռավի Շանկարը չի։ Ռավի Շանկարը ներկայացնում ասում են հնդկական երաժշտությունն է սա նվագում է։ Դա իրաց մուղամն է, դա իրաց ռապիսն է։ Ես կարող եմ ասել, դա հնդկականը չի։ Ինչպես մեզ չեն ճանաչում, շատ ակասում են հայք, հա ես լսել եմ հայ երաժշտություն, հա լսել եմ, մի հատ խումբ էր եկե, հա լավ էր տաշով, տաշի տուշի լավ հավեսով էր տղեն երգում էր։ Դե արի ասա հայ երաժշտություն չի։ Այտենց էլ մենք լսել ենք հնդկական երաժշտություն, որ ասում ենք, հա գիտենք արաբական երաժշտությունը։ Մենք արաբական երաժշտություն չգիտենք, արաբները մեծ երաժշտություն ունեն, պարսիկները մեծ երաժշտություն ունեն, հնդիկները մեծ երաժշտություն ունեն, չինացիք ֆանտաստիկ մեծ երաժշտություն ունեն եւ իրաց երաժշտության ուժը գիտեն։ Մաո Ձեդունը այն կոմունիստների, որ դայճ ա եղել, միլիոնավոր մարդիկ ա սպանել, որ չինացի մտավորականներին չէր կարող արտասահմանից բերեր, որ գնդակահարեր։ Գիտեք ինչ արեց։ Ասեց այն մեր են իսկական երաժշտությունը չինական, զայնագրած, տարեք այդեղ համերգ տվեք, դրանք թող կան լսեն, Ամերիկա։ Ասում է հենց լսեն, դրանք լսեցին այդ երաժշտությունը, հաջորդ օրը մահվան վտանգի տակ եկան Չինաստան, հայրենիք, չկարողացան մնալ, աչքները լցված եկան ու սպանվեցին, ու բոլորին սպանեցին, բայց նա հələ տես, սատանան ինչ ասում է, ասում է, տարեք թող դա լսեն, կգան, ինչի կանչում, դրանից ուժեղ կանչ, հենց լսեն գալու են ասում, ես դրանց գիտեմ։ Ահա, այսքանով ամփոփենք, շատ բան կա խոսալու, բայց հիմնականը ես ուզում եի վերջակետը գայի դեպի պարզ մարդը, այս ամբողջի, որ ամենամեծ բանը պարզ մարդն է եւ որպեսի մազգակիցների կուզեի խորհուրդ տալ, եթե դուք կհանդիպեք, այսպես ասած իմաստունների, ձեզ կգանք էզոթերիկներ, խոսեն Բլավատսկայի փիլիսոփայությունից, նայեք մեծ մարդեր, Գյուրջիևի, Շտայների, 200 հատոր է կարծեմ Շտայներն ա գրել, կգանք խոսեն Ռաժնեշի գրքերից, կգանք խոսեն ուրեմն հնդկական, որ կասեն այնտեղ լեռներում, դերսարերում մարդիկ կան նստած, որոնք մահատմաները, ինֆորմացիաներ են տալի բաներին, ռերիխներին տվել են, ռերիխների ատորները, հարգալից մարդիկ են բոլորը շատ, բայց դուք իմացեք, եթե գիտեք պարզ մարդու գաղտնիքը, դուք գիտեք ամենամեծ բանը, դուք կարող եք այդ մարդկանց ասել, որ ամբողջի հիմքում եղել է պարզ մարդը եւ դա հետո է գնացել այլասերվել։ Եվ ահա եթե այդ պարզ մարդը հանգարց այսօր վերանա, նոր կիմանան ինչ են կորցրել։ Ուղղակի որ դեռ կա սովորական է թվում, դա ջրի պես է, խմելու ջրի պես, քանի խմելու ջուրը կա, կոկա-կոլա, պեպսի-կոլա, չգիտեմ ինչ խմիչներ չէ, 1000 տեսակ խմիչներ կան հիմա, բայց խմելու ջուրը կարող է այս մի բաժակը, այդ ամբողջը իհարկե արժի, գիտենք մի արավի բաժակի չափ, հա պարզ մարդը այդ արժեքը ունի եւ այսօր Եվրոպան ամենաշատ կարիքը եւ Ամերիկան ունի այդ պարզ մարդու կարիքը, ամենաշատը, իրանք արդեն խոստովանում են, ասում են, որ պակասում է մի բան, բոլորը դեպրեսիայի մեջ են, ամեն մեկը մոդա է անգել հիմա, մի հատ հոգեբուժ ունի, պետք է գնա հոգեբուժի հետ այնտեղ զրուցելու, դա արդեն բան է, նույնիսկ այդպես ազնվականի բան, առանց հոգեբուժի ինչ մարդ, պարզ մարդու այդ կարոտը բոլորն ունեն, բոլորը պատմում են արդեն Եվրոպայում, հիշում են, որ գիտես մի ժամանակ սենց չէր, մարդը տուն էր սարքում, մի անում իրար հետ էին սարքում, կամ գյուղերում գալիս էին, Թոմաս Վուլֆ կարդացեք, դուք կտեսնեք, որ այդ գյուղացին ու Վանի գյուղացին Ամերիկայի, որ եկել է, նույն մարդն է, որ այդ ժողովուրդը պարզ, ոնց որ նույն մարդը եղած լինի, ուղղակի կապշեք, որ կարդաք տես տարբեր ազգերից այդ գրողներին, կիմանաք նույն ազգի մասին են գրում, Վիլյամ Սարոյանը ոնց էր հասկացել, չէ՞ այդ բանը այդ պարզ մարդու։ Նրա ամենահզոր գործերից մեկը նա է, որ հոր հետ ապրում, չէ՞, որ գնում է ծովափ, որտեղ նյութ չկա, չէ՞, որտեղ ասում է ծովախեցիկը, տանք ցույց տվեցի, ինչ լավն էր, հետո քայլենք ծովափով, քայլենք։ Ինչ անենք, մի հատ էլ ենք ում քայլենք, մի հատ էլ ենք ում քայլենք։ Հետո ինչ անենք, գնանք տուն,
ճաշ եփենք, լավ, այդ բանը ուտենք, քնելու վախտնա, քնենք, առավոտ ուսը բարձրանանք, ինչ դրականություն է, ինչի մասին է այս մարդը գերում։ Բա մի հատ ինտրիգ չլինի, փախավ, բռնեց, սպանեց, բանին եկավ, քնիշն եկավ, չգտավ, բան, ինչ։ Սա պարզ մարդու կյանքն է, պարզ մարդու։ Սա ամենամեծ բանն է, եւ մեր ժողովրդի ամբողջ մշակույթը բնապաշտական պարզ մարդու մշակույթն է եղել։ Եվ այն տաճարը, որ Թումանն ասում էր, որ մեր ներսում կա մի մեծ տաճար, որ դուք չեք կարող զարմացնել դեկտել պարսահար շեյքերով եւ այդ շքեղ քաղաքակրթության քաղաքներով, երբ որ ձեր աչքի առաջ 1.5 միլիոն ծեր մանուկ ու երեխա կոտորվում։ Ինչ քաղաքակրթություն, երբ որ 20-րդ դարում, երբ որ հնդկացիները 60 միլիոն հնդկացի է կոտորվել, դուք գիտեք թիվը 60 միլիոն ֆրակ հակած մարդիկ բանով բանձիկ այդ բաբեչկա որ ասում են դուբիկան ձեռներին դուբինկա այս ուրիշ բառեր չեմ ասում վազում էին երեխաներ հետևից եւ գլխին խփում թե ով քանի հատ երեխա կարող է գցել 60 միլիոն մարդ երբ որ չհասցրեցին կոտորել վերցրեցին այդ ադյալ կոչվածները որ չկար կարմրուկ հիվանդություն որ իբր օգնեն հնդկացիներին վարակեցին կարմրուկով արհեստական եւ ամբողջ ադյալները բաժանեցին հնդկացի այդ ցեղերի վրա այդ մարդիկ ճանճի պես սկսեցին գոտո այդպիսի զարուրելի բաներ որ մտածել ու շարունակել են ինչ քաղաքակրթության մասին է խոսքը հետո էլ մերոնք հարց են տալի ասում են չա քսենոֆոնը գրում որ հայկական գյուղերը գետնափոր էին գետնից մի քիչ բարձր ապրում էին հա Գերդաստանով այսպես ինչ կապ ունի քաղաքակրթությունը բանի հետ այդ Այսօր ամենահարուստները երազում են նրան մի հատ գյուղական պարտ ջրի ափին, տես մի հատ գետնափոր տան մեջ, եթե կարողանաս գտնել, ուրեմն հարուստ մարդ ես ուղղակի, եթե մի հատ տես բան ստեղծես, ապրեն։ Նոր հասկացան, որ պալատը չի որոշում։ Մենք ստրուկ էլ չենք ունեցել, որ պալատներ սարքել, ստրկություն չի եղել Հայաստանում։ Երբեք։ Եղել է պարզ մարդկային հարաբերություն եւ հենց այդ սիմվոլը որ աշխարհը պատմեր Նոյեի չավ տապան Արարատ լեռան վրա որ ես հիմարություն եմ անում որ ման են գալի լեռնավը լինի չլինի դա ինչ է տալիս դա ոչինչ չի տալի եթե մի բան իմաստ չունի ինչ է տալիս բայց ինչ անշանակում մարդկությունը տարածվեց ասում է Հայաստանից դրա իմաստն է որ ջրեղեղ որ լինի Մարդն է խեղդվում ջրերի մեջ, ոնց որ ասում են մարդու միտքը ջուր դառավ։ Հիմա որ այսքան ջրի հոդված կա ջրեղեղ չի, այդքան ջուր է։ Ջրի խոսքեր, հերոստացիոն մի ասում ես ջրեղեղ է։ Որ հաղորդավարը խոսում է ջուր է, ամբողջ ջուր։ Մեր ժողովրդի խոսքն է դա։ Ասում ես ինչ ջրիկ մարդ է։ Այս ինչ ջրիկ խոսակցություն է, այս ինչ ջրիկ գրականություն է։ Այդ դա ջրեղեղ է։ Այդսա որ շատ անում է, մարդ խեղդվում է մերճը, մարդ ոտով ման է գալի, բայց քայլող կենթանի։ Այդ մարդկությունը պահպանվեց եւ մարդկությունը տարածվեց։ Այդ տապանը նաեւ որ պահել է եւ այդ տապանը միջև այսօր Հայաստանում մենք պիտի պահենք ամենամեծ բանը մարդկությունը, որի արտահայտությունը Կոմիտասի երգերն են նաեւ, որտեղ կա այդ պարզ մարդու երգը, Գութանի երգը, հաց հարարելու երգը, հարսանիքի երգը, որ պսակվում է, սիրո երգը, Գերդաստանի երգը Աստղերի երգը, արևի երգը, հողու ջրի երգը եւ այդ անմահության երգը։ Ահա այդ հայրենիքից մեծ, դա հայրենիք է կոչվում, մեծ փիլիսոփայություն չկա եւ ոչ էլ պիտի տղամարդուն հետարքրի մահվանից հետո կյանք կա թե չկա այդ սուտ փիլիսոփայությունները, որ հետո առաջացել է արևելյան։ Դա տղամարդուն չպիտի հետարքրվի։ Մեր գյուղում մի մարդ կար, քառակուսի մարդ, որ տարել են գնդակարել, ասել է ղոճգառը մատաղի համար, ասել է տղամարդու համար ամոթ չի, որ նստի մտածի մեռնելուց հետո կյանք կլինի, չի, ինչ է պատահել։ Ինչի վախենում։ Վախը կեսմահ է արդեն։ Այդ փիլիսոփայությունները, այդ որ Եհովայի վկա, բան, այդ բոլորը վախի վրա է հիմնված։ Ամբողջ աղանդները վախ են ներարկում։ Ինչ փիլիսոփայություն մահվանից հետո կլինի կմտածեն քո մասին, էլի դու ստե ինչ գործ ունես մտածելու, հայրենիքդ պայ քեզ տրված է մի հատ միսիա, որ հայրենիքդ պահպանես։ Պահակ են դրել քեզ, պահակ մնա, էս են դրել, են մնա։
Դրա համար Կոմիտասին, որ հարցրին երկնքի մասին, քանի որ ուզում են շանտաժ, որ ասում են, ասենք վարդապետ ես, չէ՞ որ դու կրոնական ես, քրմական պարերից ես խոսում, մոտված ես գնում, չգիտեմ, քո ազգի հետ, մեր ազգի երբ որ կար, երբ որ որոշ եկեղեցականներ ասում են մենք ազգ ենք դառել 301 թվից հետո։ Այս վարդապետեսիչ, բա վարդապետ բան եւ ինքը գրեց թողեց։ Բա այն երկինքը, երկնքի արքայության քարոզչությունը եւ իր բառերն։ Ինձ համար չկա ուրիշ երկինք, քան իմ ժողովրդի հարազատ ոգին։ Վերջ։ Աստվածա ամեն ինչ հավատարիմ այդ ոգուն։ Այսքանը